Հուսակրոն հոգևորականի համար երեխա ունենալու փաստի հայտ գալը, արդյոք սա ճակատագրական կլինի նրան որպես հոգևոր ծառայողի։ Նման հայտարարություն անելուց առաջ ապացույցներ են պետք։ Իհարկե։ Սկսենք այդտեղից, եթե չկա ապացույց, դա պարզապես մերկապարանոց հայտարարություններ են։ Եվ արդեն ապացույցից հետո նորից եմ ասում, եթե հարցը հասնում է կարգապահական հանձնաժողովի, նա իր որոշումը ներկայացնում է։ Չի բացառվում եւ հնարավոր է, որ քահանան մեղք գործի։ Բայց այլևս քահանայի մեղք գործելը չպետք է որևիցե մեկին հետաքրքրի, որովհետեւ իր մեղք գործելը իր եւ Աստծո միջև եղած հարաբերությունն է։ Փորձում ես Աստծո օծյալին նսեմացնել։ Եթե դու Աստծո օծյալին նսեմացնում ես, դու ո՞նց ես Աստծուն հավատում։ Ժողովուրդ ջան, մեր եկեղեցիներից կյանք է բխում, այդ կյանքը հավիտենականություն է ձեզ համար։ Յուրաքանչյուրիս համար ուղղակի չմոռանաք, որ դա ձեր եկեղեցին է։ Թեքյանը հրաշալի խոսքեր ունի։ Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգվույս։ Ողջույն։ Այսօր հայ առաքելական եկեղեցին պարզապես հավատք ու կրոն չէ։ Այսօր մեր եկեղեցին ինքնության պայքարի մեջ է, մենք էլ նրա հետ միասին։ Ոմանք պնդում են, որ քահանաները չեն ապրում այնպես, ինչպես որ ասում են, ոմանք էլ ասում են, որ սա զուտ ինֆորմացիոն պայքար է մեր ինքնության դեմ։ Որն է ձեր տարբերակը, ինչ եք կարծում դուք, այնուամենայնիվ այսօր այն օրերն են, երբ այս թեման շատ թեժ է եւ լարվածությունն է մեծ, եւ միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, թե ինչու ենք մենք գնում հենց հայ առաքելական եկեղեցի, որն է նրա հիմնական գործառույթը, եւ արդյոք այս բոլոր ասեկոսեները կարող են ազդել մեր հավատի ուժի վրա։ Այս թեման քննարկելու համար տաղավար եմ հրավիրել Շմավոն քահանա Ղևոնդյանին, ձեր օրհնությունը Տեր հայր։ Աստված օրհնի, ողջունում եմ ձեզ։ Տեր հայր, հայ առաքելական եկեղեցին իմ եւ հազարավոր մարդկանց ընկալմամբ հայապահպանման մի ինստիտուտ է, որ բազմիցս իր այս առումով կարևորությունը ապացուցել է։ Ամենաառաջին հերթին հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի խոսքի քարոզիչն է եւ ազգային եկեղեցի է այն, որովհետեւ երբևիցե եկեղեցին հավակնություն չի ունեցել միսիոներական շարժումներ սկսել տարբեր վայրերում։ Այն հիմնադրվել է Թադեոս եւ Բարտեոմեոս առաքյալների կողմից, հետագայում մենք ունեցել ենք եպիսկոպոսական աթոռներ եւ շնորհիվ Երամեց մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի, երբ որ արդեն իսկ քրիստոնեությունը պետական կրոն հռչակվեց, Տրդատ թագավորի օրոք, այլևս եկեղեցին դարձավ թե հետագայում դարերի ընթացքում, թե հայապահպան գործառույթ ունեցող եւ որն էլ շատ ավելի կարեւոր է քրիստոնեություն տարածող։ Հայապահպանությունը որպես այդպիսին եկեղեցին որդեգրեց ամենածանր ժամանակաշրջաններում մշտապես, որովհետեւ հայ ինքնությունը պահպանելու, ազգային պահպանելու համար եկեղեցին ճիգուջանք չխնայեց այդ ամենը եւ նույնպես այսօր էլ ճիգուջանք չի խնայում։ Հայոց ինքնությունը բացառիկ դարձավ գրերի գյուտից սկսած, որ նույնպես եկեղեցու նախաձեռնությունն էր։ Հետագայում մենք տեսնում ենք պատմության տարբեր ժամանակաշրջանում, երբ որ չկար պետություն, պետականություն եւ տարբեր հզոր տիրակալների ներքո էր գտնվում Հայաստանը, եկեղեցին իր գահակալների շնորհիվ կարողանում էր ապահովել ոչ միայն ապահովել խաղաղություն եւ պահպանել հայ ինքնությունը, այլև պայքար էր մղում դրա համար։ Այո։ Այլև տալիս էր նահատակներ դրա համար, այլև բացարձակապես որևիցե մի դժվարության առջև չէր կանգնում։ Այնպես որ այսօր էլ մեր եկեղեցին Հայաստանում թե իսփյուռս աշխարհի ունի առաջնային եւ երկրորդական գործառույթ, առաջնային Աստծո խոսքը տարածել եւ երկրորդական հայապահպանությունը ապահովել նույն Աստծո խոսքի հիման վրա, որը որ կատարվում է եւ մենք դա տեսնում ենք եւ ունենք նաեւ օրինակներ, որտեղ որ հայ առաքելական եկեղեցին ինչ-ինչ պատճառներով դավադրաբար կորցրել է իր թեմական տարածքները, այլևս այնտեղ չի գործե բնակչությունը բնականաբար ուծացվել եւ տարալուծվել է։ Լեհաստանի օրինակը Տորոսովիչի այդ դավադրության պատճառով։ Այսինքն մենք այսօր կարող ենք վստահաբար ասել,
որ առ այսօր մշակութային ցանկացած մի կոթող, որը որ ստեղծվել է, թե քարեղեն, թե ոգեղեն, թե գրականության առումով, այդ ամենի եթե ոչ 100, ապա գոնե 90%-ը շնորհիվ Հայ Առաքելական եկեղեցու եւ նրա սպասավորների, ովքեր որ անձնուրաց կերպով այդ ամենը ստեղծել են եւ պահպանել եւ փոխանցել են մեզ։ Տեր հայր, երբ մենք գնում ենք եկեղեցի, մասնակցում ենք պատարագի կամ պարզապես աղոթքի ենք մտնում եկեղեցի, ինչ պիտի ակնկալենք քահանայից, որն է նրա գործառույթը սովորական հավատացյալի հետ։ Այս փոխհարաբերությունների մասին եկեք խոսենք, որտեղ շատ անգամ ակնկալիքները ավելի են, քան թե պետք է եւ ոչ եւ սխալ են։ Այո։ Նախ եւ առաջ երբևիցե չմոռանանք, քահանան մարդ է։ Քաղաքացի պարտավորություններով հանդերձ, մարդ իր պարտավորություններով հանդերձ եւ բնականաբար մսեղեն մարդ լինելով հանդերձ, նյութեղեն ունի նաև իր սխալները եւ իր մեղքերը, ինչպես որ յուրաքանչյուր մարդ։ Փորձել քահանային բարձրացնել ինչ որ մի բարձունքի եւ հանկարծակի մի օր տեսնել, որ այդ քահանան, ասենք, դիցուկ փռշտում է եւ այլևս այդ քահանայի արժեքը քո աչքում ընկնում եւ ինքը կընկնի այդ բարձունքից, այդ անկումը ցավալի կլինի ոչ թե քահանայի համար, այլ հենց այն մարդով բարձրացրել են այդ բարձունքին։ Այդ իսկ պատճառով մենք պետք է գիտակցենք, որ քահանան նույն մեղավոր մարդն է, որը որ պարզապես ստացել է կրթություն, այնուհետև օծման միջոցով իշխանություն սպասավորելու եւ իր սպասավորությամբ ժողովրդին Աստծո խոսքը փոխանցելու։ Քահանայի առաջին գործառույթը եւ հիմնական գործառույթը Աստծո խոսքը տարածելն եւ քարոզելն է։ Մենք որ գնում ենք հիվանդանոց, բժիշկի մոտ, մենք բացարձակապես չենք փորձում բժիշկին դիտարկել որպես, չգիտեմ, ամենամաքուր, մենք դիտարկում ենք նրան որպես իր գործի արհեստավար, այսպես ասենք, գիտեք, կարելի է խոսքը օգտագործել։ Մենք գիտենք, որ նա ճիշտ բուժումներ է կատարում, մենք գիտենք, որ նա վիրտուոզ վիրաբույժ է եւ մենք գնում ենք, որպեսզի մենք կարողանանք լավագույնս ստանալ այդ մարդուց։ Եվ բացարձակապես մեզ հետաքրքիր չի։ Այդ բժիշկը երեկոյան հարբեցող է, այդ բժիշկը երեկոյան ծխում է, չգիտեմ, իր կնոջ հետ վիճել է, ինչ խնդիրներ ունի, խաղամոլ եւ ոչ, որևիցե մի բան մեզ չպետք է, ոչ թե չպետք է, չի հետաքրքրում, բացարձակապես։ Բնականաբար այս բոլոր թերությունները քահանան զերծ փորձում է զերծ մնալ, որովհետև հենց դա էլ քարոզում է։ Այո, եւ բնականաբար այնուամենայնիվ ինքը մարդ է, որ կարող է ունակե սխալվելու։ Եվ մենք, երբ որ մոտենում ենք կամ պետք է մոտենանք քահանային, մեր ակնկալիքը մեկն է՝ ստանալ Աստծո խոսքի բացատրություն կամ պարզապես Աստծո խոսքի մեկնություն, ստանալ օրհնություն, ստանալ օգնություն խոսքով։ Շատերը ասում են, դե լավ, քահանան ինչ է անում։ Պատկերացրեք, եթե դուք օրական 2-3 հոգու ուղղակի զուտ լսեք իր խնդիրները, փորձեք օգնել, մտնել դրության մեջ։ Ժամերով մարդիկ կան, որ գալիս եւ լսում են, քահանայի հետ խոսում են եւ քահանան լսում է։ Ոչ միայն լսում է, նաեւ օգնում է, ուղղություն է ցույց տալիս։ Հազարավոր մարդիկ իրենք են դրա մասին իսկ վկայում, որ եթե չլիներ այս քահանայի միջամտությունը, խոսքը, գուցե ես կյանքից վերջ տայի, գուցե իմ կյանքը այլ կերպ դասավորվեր, գուցե եւ մյուսը։ Բնականաբար քահանան նաեւ սպասարկում է եկեղեցուն։ Հոգևոր պետքերը, կարիքները մարդկանց հոգալով, պատարագ է մատուցում, մարդկանց հաղորդակցում է Քրիստոսի մարմնին ու արյանը, իր քարոզով մարդկանց ուղղորդում է։ Շատերը ասում են, ինքը պետք է ապրի, որ նոր քարոզ տա։ Գիտեք, համաձայն եմ, մարդ պետք է ինչի մասին խոսում է, այդ ամենը իր համոզմունքը լինի։ Այո, եւ քահանան հավատում է։ Քահանան հավատում է Աստծուն, որին ինքը քարոզում է։ Քահանան անվերապահորեն հավատում է այն ամենին, ինչ ինքը ասում է։ Քահանան նաեւ զգուշացնում է մեղքից, որից ինքն էլ է զգուշանում։ Բայց չմոռանանք, որ քահանան չարի թիրախում է եւ առաջնային թիրախում է։ Սորական մարտական ստրատեգիայի մեջ, երբ որ մարտը պետք է սկսվի, միջև մարտը սնայպերները, դիպուկահարները առաջին հերթին փորձում են վերացնել հրամանատարին, որովհետև առանց հրամանատարի այլևս զորքը ամբողջ է դառնում, անկառավարելի։ Եվ չարի հարձակումը հենց առաջին հերթին ուղղված է նրանց, ովքեր որ առաջնորդում են մարդկանց, որ այդ չարից հեռու մնան։ Եվ բնականաբար բազում այդ հարձակումները ավելի շատ են, քան թե մարդու վրա։ Եվ
չի բացառվում եւ հնարավոր է, որ քահանան մեղ գործի։ Բայց այլևս քահանայի մեղ գործելը չպետք է որևիցե մեկին հետաքրքրի, որովհետեւ իր մեղ գործելը իր եւ Աստծո միջև եղած հարաբերությունն է։ Որովհետեւ ես չեմ ասում, որ այնպիսի մեղքերի մասին, որոնք որ քահանայի պատկերը եւ տեսակը հոգեոր սպասավորի ընդհանրապես հոգեորականի աղճատում են այն աստիճան, որ մարդիկ պարզապես չեն կարող նա մոտ կանգնել եւ կամ պարզապես խորհրդի հարցնել։ Դիցուկ հարբեցող է, արտոնցի խմում, չգիտեմ, նարկոման է, չգիտեմ, հազար մի բաներ, որոնք որ մարդկային տեսակն են ընդհանրապես ոչնչացնում։ Փառք ասում ենք այդպիսիք չունենք եւ նորից եմ կրկնում, յուրաքանչյուր մարդ հնարավորություն ոչ թե հնարավորություն, այլ կարող է իր բնույթից մարդկային բնույթից ելնելով մեղ գործել։ Բայց հենց քրիստոնյայի ամբողջ գեղեցկությունը եւ տեսակը նրանում է, որ ինքը դիմացինին չպետք է ընդունի ըստ իր գործած մեղքերի։ Եվ կապ չունի դիմացինը ով է, հոգեորական է թե պարզ մարդ։ Մենք դիմացինին ընդունում ենք ըստ իր տեսակի, ըստ որպես Աստծո պատկերի։ Այսինքն մենք ատում ենք մեղքը, բայց սիրում ենք մեղավորին։ Տեր հայր, տեսեք, եկեղեցական ծառայողը ունի աստիճաններ, որոշակի աստիճանից հետո որոշակի երթումներ է տալիս ընդունելով որոշակի պարտականություններ։ Այդ թվում է նաև կուսակրոնությունը։ Նա այս պայմանագիրը, այս երթումը տալիս է Աստծուն։ Դա դրժելու պարագայում դա կրկին իր հարաբերություններն են Աստծո հետ։ Սովորական շարքային քաղաքացու, հավատի կամ ապրելակերպի վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ, որ այսինչ հոգևոր ծառայողը դրժել է իր իսկ տված երթումը կամ ոչ։ Որովհետեւ կերպ չպետք է ունենա, որովհետեւ դու կարող ես 10 եւ 20 ավել տարիներ գնալ մի հոգեորականի մոտ եւ քո մոտ ամեն ինչ շատ լավ է։ Ինքը կարողանում է քեզ ուղղորդել, ինքը կարողանում է քեզ Աստծո խոսքը փոխանցել, ինքը հոգ է տանում այն եկեղեցու մասին, որտեղ որ ծառայում է, դու մտնում ես եկեղեցի եւ այն կոկիկ է, գեղեցիկ, տարածքը մաքուր, ամեն ինչ հրաշալի, դու մտնում ես այդ եկեղեցին ուղղակի վերածնվում ես։ Եվ հանգարցակ մի 20 տարի հետո դու իմանում ես, որ այդ քահանան ինչ-որ մեծ մեղք է գործել, չգիտեմ, թեկուզ ինչ-որ մի ուխտ է դրժել եւ այլն եւ այլն։ Դա նորից ու նորից քահանայի եւ Աստծո միջև եղած հարաբերություններն են, որոնց մեջ չպետք է սովորական մարդը մտնի։ Եթե իրեն չի խնդրել քահանան, որ իրեն օգնի ինչ-որ մի վիճակից դուրս գալու, նույնպես եւ քահանան, նա իրավունք չունի առանց քո թույլտվության քո անձնական կյանքը մտնել, իմանալ քո գաղտնիքները, բայց երբ որ դու թույլ ես տալիս, նա մտնում է, բայց միջ այդ եւ դրանից հետո մարդու նկատմամբ հարաբերությունը չպետք է փոխվի։ Քահանան երբևիցե իրավունք չունի եւ չի անում դատապարտել մեղավորին, մեղգործողին, որովհետեւ դատավորը միայն Աստված է։ Տեր հայր, ընդհանրապես այս չափանիշները, սահմանափակումները, որոնք դրված են հոգևոր ծառայողի առջև, արդյոք սրանք պատվիրաններ են Աստվածաշնչով թելադրված, թե սրանք մարդու կողմից սահմանված կարգեր են, որոնք պայմանավորված են աշխարհիկ որոշակի մեղքերից հետ պահելու եւ ծառայողին, հոգևոր ծառայողին անմնացորդ ժողովրդին ու հավատին ծառայելու, եկեղեցուն ծառայելու նպաստավոր պայմաններ ստեղծելու համար։ Հետևապես այս կուսակրոնությունը ինչ է, Աստծո պատվիրանն է իր խոսքը տարածողին, թե մի մարդու սահմանված սահմանափակումը մեկ այլ մարդու հանդեպ, ով կորոշի զբաղվել ի սկզբանե հայ առաքելական եկեղեցին կուսակրոնության ինստիտուտ չի ունեցել։ Գրիգոր Լուսավորիչը ունեցել է զավակներ, ամուսնացած եղել, իր զավակներն ունեցել եւ այդպես միջև 4-րդ դարի կես, երբ որ Ներսես մեծ կաթողիկոսի ժամանակ հիմնադրվեց կուսակրոնության, վանականության այդ շարժումը սկսվեց եւ այդ, եթե կարելի ասել, ինստիտուտը հիմնադրվեց։ Եվ նպատակը մեկն էր, որպեսզի անմնացորդ կերպով հոգեորականը եւ այն մարդը ուզում է ծառայել վանքին եւ աղոթական վիճակով եւ պարզապես նվիրվել այդ ծառայությանը առանց որևէ ետևում թողնած ափսոսանքի այդ իրագործի։ Նայեք տեսեք, քահանան, ես միշտ ասել եմ, քահանան կիսով չափ է քահանա։
նա կիսով չափ է պատկանում եկեղեցուն, որովհետև քահանան ունի հոգսեր։ Ունի ընտանիք, երեխաներ, խնդիրներ, եւ երեկոյան նա չի դադարում քահանա լինելուց, իր օծումը եւ օծման իր իշխանություն չի դադարում երեկոյան եկեղեցին փակվելուց եւ կամ արարողությունը ավարտից հետո։ Նա շարունակում մնալ քահանա, բայց այլևս ինքը զբաղված է ընտանեկան հոգսերով։ Եվ ասեմ ձեզ, շատ անգամներ լինում է, որ ընտանիքն է անտեսվում հանուն եկեղեցու։ Դիցուկի օրինակով իմ երեխան, երբ որ արդեն 16-17 տարեկան էր, ասաց. «Պապա, ինչի բոլոր մարդիկ Կիրակի օր հանգստանում ընտանիքով ինչ որ տեղ են գնում, իսկ մենք Կիրակի չէ, որովհետև դու տունը չես»։ Եվ ես ասում եմ, որովհետև Կիրակի իմ ծառայության օրն է, ամենամեծ ծառայության օրն է։ Բնականաբար հետագայում արդեն Կիրակին իրանց համար նույնպես դարավ ամենագեղեցիկ, ամենասիրված օրը, եւ նրանք այլևս չեն պատկերացնում մի Կիրակի, որ չգան եկեղեցի։ Եվ իրենց կյանքը նաև ձուլվել է եկեղեցական այդ կյանքի հետ։ Բնականաբար, բայց կուսակրոնների պարագայում այսօր մենք ինչ ունենք շնորհիվ այդ կուսակրոնների։ Հազարավոր մագաղատներ, հազարավոր ստեղծագործություններ, որոնք որ մեզ հայ դարձրեցին, պահեցին եւ պահում են։ Այդ ամենը շնորհիվ կուսակրոն վարդապետների, եպիսկոպոսների։ Բացեք, մտեք մատենադարան, նայեք, տեսեք, ցանկացած մի գիրք, որ գրվել է, գրողը եղել է կուսակրոն հոգևորական։ Մեր երաժշտությունը, որ այսօր մաքրամաքուր է, որ գեղեցիկ է, հրաշալի է, նույնպես կուսակրոն քահանայի մաքրագործված մատուցումն է, որ մենք վայելում ենք Կոմիտաս վարդապետի։ Եվ շատ բաներ, անգամ ճարտարապետները, վանական ճարտարապետները, անգամ խաչքար քանդակողները, այսինքն նայեք, տեսեք, ինչքան ճիշտ էր որոշումը Ներսես Մեծի կուսակրոնության ընդունումը եւ վանականության ստեղծումը, որովհետեւ այդ բազմաթիվ վանքերում, որոնք որ այսօր կան եւ կամ չկան, գոյություն չունեն, քանդվել են, խոնարհվել են, այդտեղ հայ է կերտվել։ Հայ է կերտվել, որովհետեւ այն ինչ որ մարդ հային հայ է պահել, դա կարողացել են գրել, արտագրել, կրկնօրինակել, փոխանցել։ 15 թվականի Եղեռնին մարդիկ ոչ թե փրկում են իրենց ոսկին, այլ փրկում են այդ հոգևորականների կողմից գրված մագաղատները եւ ավելի հեշտությամբ կամ առանց ցավի իրենք թողում էին այդ ունեցվածքը եւ տանջանքներով բերում եւ տեղ են հասցնում մայր երկիր այն փոքրիկ մասունքները, որոնցով այսօր մենք հպարտանում ենք։ Դեր հայր, ոչ միայն հայ առաքելական եկեղեցում կա կարգալուծության կարգը, այլ նաև շատ գրեթե բոլոր եկեղեցիները ունեն։ Հայ առաքելական եկեղեցում ինչն է, որ չի կարելի եւ դա արժանանում է կարգալուծության, որ մեղքն է, որ այլևս իրեն որպես հոգևոր ծառայողի չի ներվում եւ անհամատեղելի է իր ծառայության հետ համարվում։ Ցանկացած սխալմունք մարդկային է եւ հոգեվորական թե սխալվում է, անմիջապես կարգալույց չեն անում։ Դա նախորդում է զգուշացումների ընթացքը, ուղղվելու, շտկվելու ընթացքը, հնարավորություն տալու, բնականաբար, երբ որ այլևս որևիցե կերպով անընկալելի է դառնում նրա ընթացքը, հատուկ կարգապահական հանձնաժողովի ուսումնասիրության ու դառնալուց հետո եզրահանգվում է եւ այլևս այդ հոգեվորականը կարգալուծության է ենթարկվում։ Եվ թերևս ամենամեծ, որ անմիջապես գրեթե կարգալուծելն է, որովհետեւ ինչքան տեսնում դա այդպես է, դա երբ որ քո ծառայության վայրը լքում ես եւ հեռանում ես ուրիշ երկիր։ Դասալքությունը։ Դավաճանություն։ Այո, դավաճանություն, որովհետև մենք մշտապես մարտնչող ենք չարի դեմ։ Եվ պատերազմի ժամանակ ցանկացած թուլություն մարդուն կներվի, հնարավորություն կտա ուղղվել, բայց դասալքությունը գնդակահարություն է։ Եթե գիտեք, պատերազմի ժամանակ դասալքությունը գնդակահարությամբ է պատժվում։ Եվ այս պարագային նույնպես դասալիք հոգևորականը լինում են դեպքեր, ցավոք սրտի, այո, նա ենթարկվում է կարգալուծության։ Դեր հայ առաքելական եկեղեցու պատմության մեջ կարգալույծ եղած կուսակրոն սրբազան կա։ Շատ։ Պատմությունը բացում են, մենք անգամ ունեցել ենք կաթողիկոսներ, ովքեր որ այն աստիճան ապաշնոր են եղել, որ եկեղեցին տարել են
կործանման եզրին։ Որն է եղել պատճառը։ Կաթողիկոսի գահընկեց անելու համար, այսպես ասեմ, որ մեղքն է, որ այդպես աններելի է եւ այդպես ճանաչում է մեր պատմությունը։ Եկեղեցին տանել կործանման դավանաբանական, որով եկեղեցու ազգային եւ ինքնավարությունը կորսվում է եւ դու պարզապես դիցուկ տանում ես եկեղեցին այլ եկեղեցու հետ միավորման, միացումի, որով այլևս դադարում է եկեղեցին գոյություն ունենալուց։ Այդպիսին էր Եզր Փարաժնակերտցի կաթողիկոսը, որը որ ինչպես վկայում են եկեղեցին հասցրեց կործանման եզրին եւ այդ իսկ պատճառով անգամ պատմության մեջ նրա անունը հակառակ էր գրվում Ետառը, որպես հիշատակ պատիժ, բայց սա բացառիկ դեպք էր, բայց մենք ունենք դա միատեղ դեպքեր, որոնք որ եկեղեցին հասցրել են փառքի ամենամեծ գագաթին, փրկել են եւ այդ եկեղեցով նաեւ փրկել են այլոց հերու շատ հերու չգնանք 80 տարի առաջ հայրենական մեծ պատերազմի ժամանակ կարելի է այսօր եւ ռուսները դա նույնպես վկայում են որ հայ առաքելական եկեղեցու նվեր տված Սասունցի Դավիթ տանկային շարությունը իրոք բեկումնային եղավ պատերազմի համար բեկումնային եղավ ով սա արեց եթե ոչ եկեղեցին կազմակերպեց այս ամենը Տեր հայր ինչպես է այս կարգը արվում ով է որոշում որ տվյալ կաթողիկոսը կամ հոգևոր ծառայողը եկեղեցին տանում է դեպի ուծացման այլ եկեղեցու հետ կամ վնաս է հասցնում խորհուրդն է ժողովուրդն է ով է այդ գնահատական տվողը նախ եպիսկոպոսած գերագույն խորհուրդը եւ երկրորդը ազգային եկեղեցական ժողովը որը որ կազմված է ամբողջ աշխարհի ոչ միայն Հայաստան, ամբողջ աշխարհի հայության ներկայացնող падգամավորներից։ Վերջերս այդպիսին տեղի ունեցավ ժողով։ Ազգային եկեղեցական ժողով տեղի ունեցավ, այո, բնականաբար յուրաքանչյուր գիտեք այդ ժողովի որոշումը անբեկանելի է։ Դա հենց ժողովրդի ձայնն է։ Ինչու ազգային եկեղեցական, որովհետև այնտեղ падգամավորներ են թե պարզ մարդիկ, աշխարհականները եւ թե նաեւ հոգեորականները։ Եվ այդ ժողովի որոշումները երբևիցե որևիցե մեկը չի կարող կասկածի տակ դնել։ Ամենաանաչառ երբևիցե գոյություն ունեցող աշխարհի մեջ ժողովներից մեկն է, որովհետեւ այնտեղ հավաքում են մարդիկ, որ ոչ իրար են ճանաչել երբևիցե, ոչ տեսել են եւ պարզապես իրենք ներկայացուցիչներն են այն համայնքների, որտեղ որ ապրում են։ Տեր հայր, կուսակրոն հոգևորականի համար երեխա ունենալու փաստի հայտ գալը, արդյոք սա ճակատագրական կլինի նրան որպես հոգևոր ծառայողի, թե պատմությունը համաշխարհային պատմությունը նաև այլ եկեղեցիների նման դեպքեր ճանաչում են եւ սա չի համարվել այն մեղքը եւ այն աշխարհիկ, մեղքը, որին ցանկացած մարդ հակված է, որը ներման ենթակա է։ Նախ նման հայտարարություն անելուց առաջ ապացույցներ են պետք։ Իհարկե։ Սկսենք այդտեղից, եթե չկա ապացույց, դա պարզապես մերկապարանոց հայտարարություններ են։ Եվ արդեն ապացույցից հետո նորից եմ ասում, եթե հարցը հասնում է կարգապահական հանձնաժողովի, նա իր որոշումը ներկայացնում է։ Բայց հայոց պատմության, հայ առաքելական եկեղեցու պատմության մեջ նման դեպք եղել է։ Երևի թե։ Եվ հանգուցալուծումը ինչպիսին է եղել։ Այսինքն ես ուզում եմ հասկանամ սրա ծանրությունը կուսակրոն հոգևոր ծառայողի համար, արդյոք սա այն ներելիներից չէ, որտեվ ի վերջո բոլոր մեղքերը ներելի են, նորից եմ ասում։ Ի վերջո եկեղեցին ուծացնելը իսկապես շատ ավելի վտանգավոր բան է։ Միանշանակ։ Դիցուկ ասենք թե դեպքը բացահայտվել է։ Կամ խոսում են այդ դեպքի մասին։ Դեռևս ապացուցված չէ։ Ով իրավունք ունի մտնի եւ դատել։ Վերջին հաշվով այդ մարդու ընթացքը, վարքագիծը իր եւ Աստծո միջև եղած կոպիտ ասած պայմանավորվածության խախտում է։
որի մասին դու կարող ես չիմանալ եւ չգիտեսել եւ գուցե դա սխալ է, դու պարզապես լսում ես ասեկոսեներին եւ դա ամենևին չի խանգարում քեզ, որպեսզի դու այդ մարդուց Աստծո խոսքը ստանաս։ Շատերը ասում են, մեղավոր են, դրա համար մենք չենք գնա իրենց մոտ Աստծո խոսքը լսելու համար։ Մենք ունենք ավանդազրույց Գրիգոր Լուսավորչի եւ հրեշտակի միջև եւ հարց ու պատասխանը հետեւյալն է։ Ինչու քահանայության պատիվը տրվեց մեղավոր մարդուն, ով մեղ գործել գիտե, այլ ոչ թե հրեշտակների նման մաքուր արարածներին։ Պատասխանը հետևել է, որովհետև հրեշտակները կատարում են Աստծո կամքը արդարությամբ, չունեն ազատ կամք եւ անողոք են։ Այդպիսի անողոքությամբ հրեշտակները կործանեցին Սոդոմ Գոմորը, որտեղ հրամանը տրվեց նրանց։ Այդ նույն անողոքությամբ նրանք վտարեցին մարդուն դրախտից եւ հրեղեն սրով կանգնեցին արջևը հսկելու համար։ Մեղավոր մարդը իր մեղավոր բնությունից ելնելով կարող է հասկանալ դիմանիցին, ընկալել նրան, ընդունել, որ նա մեղավոր է եւ փորձել ուղղորդել դեպի ճշմարտությունը։ Հրեշտակը չի կարող հասկանալ քեզ որպես մեղավորի, նա Աստծո կամքն է կատարում։ Եվ այդ իսկ պատճառով քահանայության պատիվը տրվեց մեղավոր մարդուն, ով կարող է ընկնել եւ վեր կենալ, եւ իր ընկած ու վեր կենալու շնորհիվ այդ փորձառության շնորհիվ ուրիշ ընկածին էլ բարձրացնել։ Տեր հայր, մարդասպանությունը իհարկե մեղք է եւ ամենածանր մեղքերից մեկն է, բայց ժողովրդի մեջ ընդունված է ասել, երբ շատ ծանր են ուզում ասել մեղք, ասում են քահանա սպանած, այսինքն հոգևոր Աստծո ծառայի հանդեպ որևէ ոտնձգություն առանձին ծանրություն ունի։ Աստծո օծյալն է նա։ Սա ոտնձգություն անողը հավանաբար հասկանում է։ Ինչն է ստիպում մարդուն գնալ սրբավայր, հայհոյախառն կեցվածք ընդունել, կամ ստիպել մարդկանց հիասթափվել հոգևոր ծառայողից։ Որն է սրա նպատակը եւ ինչ է կատարվում այդ մարդու հետ, ով այլևս այս բոլոր շեմերը անցել է։ Մի քանի շերտանոց հարցեր։ Ուրեմն մարդը եթե ունի որոշակի չնչին, ամենաչնչին սրբության գիտակցումը եւ սրբության իր մեջ կրելու գիտակցումը, երբևիցե թույլ չի տա իրեն, ով է ուզում դիմաց լինի, սրբավայրում հայհոյախառն խոսակցություն վարել։ Դեպքի մասին չեմ ասում, ընդհանրապես եմ ասում։ Քիչ թե շատ սրբություն ունեցող մարդը, որը որ Աստծուն հավատում է եւ իրեն համարում է քրիստոնյա, այլ ոչ թե գնա մոմ վառեմ եկամ 4 հատ մոմ եմ վառել, չմտածե գործենս լավ է լինելու, Աստված բիզնես առաջ տանելու այն ջոքերի մեջ որ ասում է, չէ, ինֆինիտի եմ ուզում։ Այդ հավատքի մասին չեմ խոսում։ Այլ ճշմարիտ հավատացյալը երբևիցե չի հայհոյի, վիրավորի Աստծո օծյալին։ Ոչ թե նա շատ լավն է դրա համար, ոչ, վրանոցում կա, Սուրբ Հոգու դրոշմը կա, ինքը ինչ անում է, չի անում, ինքն է պատասխան տալու, ոչ թե դու, բայց երբ որ դու ես վիրավորում նրան այդտեղ, դու ես պատասխան տալու։ Նպատակը բնականաբար բացահայտ եւ հայտնի է, այնպես անել, որպեսզի մարդկանց, այսպես ասած խոսքական լեզվով, աչքից գցել նրանց, ովքեր որ դարերով շարունակ կարողացել են հայությունը ոտի վրա պահել, Հայաստան եւ հայազգի պահպանողը լինել, երբ որ որևիցե մեկը չէր պահպանում։ Բնականաբար դա գիտենք որտեղից է քամին փչում։ Իսկ ինչ վերաբերում է տարբերությունը քահանա սպանելու եւ չսպանելու, այսինքն ուղիղ եւ փոխաբերական իմաստով, որովհետեւ դու կարող ես բացահայտ դանակով խփես քահանային սպանես։ Եվ կա դրանց ավելի վատ տարբերակը։ Երբ որ դու քահանային սպանում ես քո վայրահաճություններով եւ կեղծ խոսքերով եւ կամ չստուգված, թեկուզ եւ ստուգված, մի բան ես անում, որ իրավունք չունես, փորձում ես Աստծո օծյալին նսեմացնել։ Եթե դու Աստծո օծյալին նսեմացնում ես, դու ո՞նց ես Աստծուն հավատում։
Քրիստոս ասում է, ով ինձ ընդունեց, իմ ուղարկողին ընդունեց, ով իմ ուղարկածին ընդունեց, ինձ էլ ընդունեց։ Երբ որ առաքյալներին ուղարկում էր քարոզելու, ասում էր, եթե ձեզ կընդունեն, այդ տանը մնացեք, կերեք, խմեք, դուրս եկեք։ Եթե ձեզ չեն ընդունի ինչ որ մի տան մեջ, դուրս եկեք, ձեր ոտնամանները թափ տվեք այդ փոշուց, եւ դա կդառնա այդ քաղաքի եւ կամատան համար դատապարտություն եւ նրանք կկործանվեն։ Գիտեք, ես չեմ ուզում որևիցե մի հոգեվորական ինձանից սկսած համեմատել առաքյալների հետ։ Համատությունը ապրած կյանքով եւ առաքելությամբ շատ տարբեր է, բայց որպես սպասավոր եւ առաքելաշավիղ հոգեվորական այս խոսքը կիրառել է նաեւ մեզ։ Ով իմ ուղարկողին ընդունեց, ինձ ընդունեց։ Եվ հիմա այստեղից եզրակացություն, եթե դու ուզում ես Աստծուն ասես, Տեր Աստված, քեզ սիրում եմ, բայց դու նրա սպասավորին, կարևոր չի ինչպիսին է սպասավորը, չես ընդունում, ինչ երեսով ես կանում Աստծո առջև, ասում ես, Տեր Աստված, ես քեզ հավատում եմ, ես քո հետևորդն եմ եւ այլն եւ այլն եւ այլն։ Սա նման է նրան, որ ասում է Աստված, եթե դու քո դիմացինին, որ ամեն օր տեսնում ես, չես սիրում, ինչպես ես դու հրապարակավայտում, որ ես Աստծուն սիրում եմ։ Աստծո նկատմամբ սերը բացահայտվում եւ արտահայտվում է դիմացինի նկատմամբ սիրով։ Տեր հայր, կան դավանանքներ, սրբավայրեր, որոնք կոնկրետ ինձ համար սրբավայր չեն եւ հասկանալի էլ չեն, բայց ես գիտեմ, որ այս մարդը այսինչ դավանանք ունի եւ այսինչ բանին իբրև մասոնք է վերաբերվում եւ իր վերաբերմունքը իմանալով ես այլևս ինձ թույլ չեմ տա տվյալ վայրում անել մի բան, ինչը իր համար ընդունելի չէ կամ թեկուզ նույնիսկ եթե չգիտեմ գրիչն է, ափսեն է իր համար կուրքի առարկա ինքը սարքել, ես գիտեմ, որ դա իր համար սրբություն է, ինքս դա չընդունելով ես չեմ վիրավորի դա, որտեվ ես հավատում եմ իմ տարբերակ Աստծոն, ես հավատում եմ հայ առաքելական եկեղեցու առաջ քաշած տարբերակին ամենևին էլ մանրամասն չտիրապետելով այն նրբություններին եւ տարբերություններին հայ առաքելական եկեղեցու եւ այլ քրիստոնյա եկեղեցիների միջև, բայց եւ իմ եկեղեցին ինձ սովորեցրել է հարգանքով վերաբերվել նաեւ ցանկացած այլ դավանանքների եւ կրոնների։ Ինչ տեսակի պիտի լինի անհավատ մարդը, որպեսի ոտնձգություն ու վարքաբեկում անի, նույնիսկ այն եկեղեցուն, որի հետևորդը չէ ինքը։ Նախ մի փոքրիկ ուղում թերևս ոչ թե այն տարբերակ Աստծո եկեղեցին է քաշում, ճշմարիտ Աստված մեկ է։ Այդ ճշմարիտ Աստծո տարընթերցումներն են սխալ, որ մարդիկ ստեղծում են իրենց հարմարության համար։ Որպես օրինակ 19 թվականներ 19 թվականին Արամության Հայաստանում էի, Կարսում էի։ Գիտեք, Կարսի առաքելոց եկեղեցին մզկիթ է վերածված։ Եվ մուտք այնտեղ ոտաբոբիկ է։ Եվ ես հանեցի ոտքերս։ Իմ եկեղեցինն է, իմ պապերի ժառանգած ստեղծած, բայց այդ պահին այն մզկիթ էր։ Ես ոտաբոբիկ մտա։ Ես չվիրավորեցի այդ մարդկանց, իրենք տեսան, որ ես խաչով, հարաջայով մոտեցան հարգանքի, մեկն էլ ասեց, ոչինչ, դու ոտեդ մի հանի, ասի չէ, ձեր օրենքն է։ Դու տեսներ այդ մարդու աչքերի արտահայտությունը, շնորհակալության, հարգանքի, հետո հետևից 5 րոպե ընկած ուզում էր թե հյուրասեր էր անպայման։ Ես հարգեցի։ Դա իմն էր, իմ ազգին պատկանող եկեղեցին, որ մեզանից խլել են այնուամենայնիվ։ Հիմա իրենցն է։ Բայց ես հարգեցի։ Նույն կերպ եւ եզդիական տաճարը մտնելուն այդ նույն հարգանքը պիտի մատուցվի։ Էլ չասեմ քո սեփական տաճարի մասին, քո սեփական ազգի եկեղեցու վերաբերյալ։ Եվ ես մտածում եմ հետեւյալը եւ կարծում հետեւյալը, որ այնուամենայնիվ մարդ ինչքան էլ որ քրիստոնյա չլինի, ինչքան էլ վատը լինի, բայց գոնե փոքրիկ գիտակցություն պետք է ունենա, թե ուր է մտնում եւ ինչի համար է մտնում։ Ես չեմ մոռանում իմ լուսահոգի մայրիկիս, երբ որ 4-5-6 տարեկան թերևս, հիշում եմ մոտավորապես, մայրս շատ տենց հավատացյալ չէր, այն ժամանակ խորհրդային ժամանակ ընդհանրապես ավանդույթ կար, գնում էինք մայր տաճար, մոմ էինք վառում, եւ ես որ մտա, փոքր երեխան 6-7 տարեկան, սկսեցի գոր գրալ, մամա, մայրս ասեց, սուս, չի կարելի տաճարում գոր գրալ, չի կարելի սուս մնա,
Եվ չասեց Աստված պապիկը քեզ կպաջի, չգիտեմ շու վաղ, ասեց չի կարելի այստեղ պետք է լուր մնաս։ Ձայնս դուրս չեկավ։ Ու հավատացեք, տարիներ շարունակ անդադ, որ ես մտնում եմ եկեղեցի, ես հենց ոտքս անցկացնում եմ, հիշում եմ օրս այդ խոսքը։ Չի կարելի այստեղ ուրիշ տեղ։ Եթե տենց ես դաստիարակվում, մարդ ես դառնում։ Ես տենց գիտեմ։ Եվ վերջում ձեր խոսքը մեզ դիտողներին ոչ թե որպես քահանա, այլ որպես հայ մարդ։ Դժվար է որպես հայ մարդ առանձնացնել քահանայի պարագայում, որտեղ միաձուլված է ինձ մոտ արդեն այդ ամենը, բայց փորձեմ։ Այն ինչ որ ձերն է, ձերն էլ մնալու է։ Մեր հայ ժողովուրդը բացառիկ առաքելություն է իրականացնում ոչ միայն իր ազգի մեջ, այլև ամբողջ աշխարհում։ Չկա մի պետություն, որ Հայաստանը չճանաչի։ Չկա մի դարաշրջան, երբ որ հայությունը գոյություն չի ունեցել։ Այսօր ես ականատես եղա օտարազգիներ, որոնք որ եկել էին եւ ինչ ակնածանքով մտան մեր եկեղեցին։ Եվ բան են ուզում հարցնեն, ասացին let's go in outside։ Դուք գանք դրսում հարցնեմ։ Նա ընդհանրապես քրիստոնյա չէր, բացարձակ աղերս չուներ քրիստոնեության հետ։ Ասեց ուղղակի ձեր եկեղեցիները տաճարները, որ մենք տեսնում ենք, մեզ թվում որ ներսում Աստված նստած է, որտեղ խորթավոր է, գեղեցիկ է, այդտեղից կյանք է բխում։ Եվ ես կարող եմ ասեմ, որպես հայ ժողովուրդ ջան, մեր եկեղեցիներից կյանք է բխում, այդ կյանքը հավիտենականություն է ձեզ համար, յուրաքանչյուրիս համար ուղղակի չմոռանաք, որ դա ձեր եկեղեցին է։ Թեքյանը հրաշալի խոսքեր ունի, եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգվույս։ Դա մեր ծննդավայրն է, դա մեր հայրենիքն է, դա մեր մայրենիքն է, ամեն ինչն է, մեզ հայ պահողն է, եւ չփորձի որևիցե մեկը պախարակել եկեղեցուն, չհանդգնի պախարակել Աստծո սպասավորին, որովհետեւ ինքը դրանով հերոս չի դառնում ճշմարտություն խոսացող, ինքը դրանով աստվածամարդ է դառնում, որովհետև Աստծո ուղարկվածին է փնովում։ Իսկ Աստծուն եթե պետք լինի, այս մարդը հոգևորական մնա կմնա, եթե պետք չլինի, այդ մարդու կործանումը շատ հզոր կլինի, այնպես որ չփորձենք աստվածամարդ լինել։ Այս վերջերս Facebook-ում հրաշալի մի բան տեսա, այնպես Անուշիկ էր, մի աղջիկ գրել էր եկեղեցուց չկպնեք Աստծուց կսեմ։ Գյումրեցի երևի թե այսքանով։ Շնորհակալություն զրույցի համար։ Աստված պահապան ձեզ։ Յուրաքանչյուր մարդ ունի իր պատկերացումներն ու իր ձևակերպումը, իր մտքում, հոգում, ինչպիսին է Աստված եւ ինչպիսին է լինելու նրա մեղքերի խավությունն ու կամ ինչ կերպ նա պիտի ապրի։ Իհարկե առաջնորդվելով այն եկեղեցու բարքերով, որոնք նա լսում է, տեսնում է եւ որպես օրինակ ունենում է։ Սակայն իմ պարագայում ես հետևորդ եմ հայ առաքելական եկեղեցու։ Քահանայի մեղքը ամենևին էլ Աստծուց ու իմ եկեղեցուց հիասթափվելու առիթ չէ։ Ես հասկանում եմ, որ նա ինձպես մարդ է։ Եվ հասկանում եմ, որ նրա հարաբերությունները Աստծո հետ ինձ առհասարակ չեն վերաբերվում։ Մնացեք խաղաղությամբ, իմացեք ձեր չափը, տեղը եւ թող ձեր հավատը անսասան լինի, անկախ նրանից, թե ինչ հեչուրյանք ու բամբասանք դուք կլսեք։